Ես դա այսպես կբացատրեմ, տեսեք, իմ ԴՆԹ-ն, հայի գենը շատ ուժեղ է, ես չեմ կարող լռել, քանի որ ես լավ գիտեմ իմ պապերի պատմությունը։ Իմ հորական կողմը, հորս տատը եղել է Սասունից, Դալվորիկից, ու իր անունը եղել է Կայսրուհի։ Ես միշտ հիշում եմ պատմածները Կայսրուհու, շատ հզոր կին էր։ Հորս պապը Երեմյան եղել է Կարսից։ Նա նույնպես ինձ պատմել է, ես փոքրուց դրանով եմ մեծացել, հասկանում եք։ Մորական կողմս Մշից է։ Մորական կողմս եղել են քահանաներ, Տեր Կարապետյանները։ Հիմա դուք ինձ ասեք, որ ես չմտածեմ իմ գենի մասին, իմ հայրենիքի մասին, ես չեմ կարող։ Քավլիցի ես նման բան չեմ ասում։ Երբ դու զգում ես, որ դու հայ ես ու իրական հայ ես, Արա Գեղեցիկի տոհմին է պատկանում, Արայանը։ Դե ամուսնուս էլ ասեք, թող չզբաղվի իր հայրենիքով, թող մոռանա, նորից գնա գեղանկարչությամբ զբաղվի, չի կարող, ես էլ չեմ կարող։ Սա իմ հայրենիքն է, սա իմ տունն է, այստեղ իմ պապերն են ապրել։ Արևմտյան Հայաստանը մերն է։ Ու ես հավատում եմ, որ այդ օրը գալու է։ Մենք վերադառնալու ենք մեր պապական հողերը։ Վերադարձվելու է մեզ ամեն բան, որովհետև հայը Աստծո ընտրյալ ազգն է։ Մենք ենք առաջնեկը Աստծո։ Կա մի ազգ, որը ասում է, որ իրանք են Անդրանիկը, բայց ոչ, դա մենք ենք, դա հայն է։ Մենք տեսնելու ենք այդ։ Մենք տեսնելու ենք դա։ Այո։ Մենք տեսնելու ենք դա, այո։ Աստված։ Որովհետև մենք Աստծո Անդրանիկն ենք, մենք հայերս, Աստծո երեխեքն։